Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Լիլիթի կրակոցից հետո ամեն ինչ մի ակնթարթում քանդվում է։ Նա խուճապահար փախչում է տարածքից, թողնելով իր հետևում խառնաշփոթ, սարսափ ու անորոշություն։ Սոսն ու Արամը վայրկյանապես արձագանքում են, նետվում նրա հետևից, փորձում են հասնել, կանգնեցնել, բռնել, բայց Լիլիթը կարծես մոլեգնած լինի, նրանց չի հաջողվում բռնել նրան։ Մի պահ նրա հետքը կորչում է և այդ պահն արդեն ճակատագրական է դառնում։ Արամն ու Սոսը հասկանում են, որ ամեն վայրկյանը թանկ է և շտապում են հիվանդանոց ծանր անհանգիստ վիճակում։ Հիվանդանոցում արդեն Հենրին է։ Անգելինան աչքերում արցունք շնչակտուր հուզմունքով փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում մոր հետ։ Հենրին հայտնում է, որ Աննան վիրահատվում է և բժիշկները դեռևս ոչինչ չեն կարող ասել։ Ամեն վայրկյանը վճռորոշ է և սպասումն ավելի ծանր է, քան ամենավատ լուրը։ Քիչ անց հիվանդանոց են հասնում նաև Սոսն ու Արամը, շնչահեղձ, ցնցված։ Նրանց գալուց անմիջապես հետո իրավիճակը կրկին լարվում է։ Միքայելը մոտենում է Սոսին և կոպիտ անհանդուրժող պահվածքով փորձում է նրան հեռացնել հիվանդանոցից, ակնարկելով, որ նա այստեղ տեղ չունի։ Սակայն Սոսը, իր բնավորությանը հավատարիմ, մնում է հանգիստ ու սառնասիրտ։ Նա չի պատրաստվում որևէ տեղ գնալ, քանի դեռ Աննայի վիճակի մասին հստակ տեղեկություն չի ունենա։ Լարվածությունը հասնում է գագաթնակետին, և հենց այդ պահին տեղի է ունենում մի անսպասելի, բայց խորապես խոսուն քայլ։ Անգելինան, տեսնելով ամբողջ տեսարանը, մոտենում է Սոսին ու Արամին, կանգնում նրանց կողքին, առանց երկմտելու։ Նրա ներկայությունն արդեն իսկ հստակ դիրքորոշում է, նա ցույց է տալիս, որ ընտրություն է արել։ Եթե ինչ-որ մեկը պաշտպանում է Միքայելին, ապա ինքը կանգնած է իր կենսաբանական հոր Սոսի կողքին։ Այդ պահը քարացնում է բոլորին։ Հենրին, Միքայելը, Հենդոն լուռ ու ապշած նայում են Անգելինային, իսկ Սոսը խորապես հուզվում է։ Սակայն այս ամենի ծանրությունը Անգելինայի համար չափազանց մեծ է դառնում, նա ուշագնաց է լինում։ Երբ վիճակը փոքր-ինչ կայունանում է, Անգելինան ու Մերին առանձնանում են։ Այդ լուռ ծանր պահի ընթացքում Անգելինան կիսվում է իր ամենամեծ գաղտնիքով, հայտնում է, որ հղի է։ Մերին շոկի մեջ է մնում այդ խոստովանությունից, իսկ Անգելինան մոլորված է, աչքերում վախ ու անորոշություն կա։ Նա անկեղծորեն չի հասկանում, թե ինչ պետք է անի այս իրավիճակում, ինչ որոշում կայացնի, երբ իր կյանքը արդեն իսկ գլխիվայր շուռ է եկել։ Մերին փորձում է հանգստացնել, աջակցել, ուժ տալ։ Քիչ անց սպասված լուրը գալիս է։ Աննայի վիրահատությունն ավարտվում է, և բժիշկը հայտնում է, որ ամեն բան բարեհաջող է անցել։ Այդ լուրը մի պահ թեթևացնում է բոլորի շունչը, բայց լարվածությունը դեռ չի վերանում։ Այդ ընթացքում Անետը դուրս է գալիս հիվանդանոցից մաքուր օդ շնչելու, մի փոքր սթափվելու համար։ Հենց այդ պահին նրան զանգահարում են։ Անետը պահանջում է, որ Լիլիթը ասի իր գտնվելու վայրը։ Լիլիթը երկար դիմադրություն չի կարողանում և վերջապես հայտնում է, թե որտեղ է։ Անետը շտապում է նրա մոտ, առանց մեկ վայրկյան մտածելու։ Հիվանդանոցում միայն Հալալն է նկատում, որ Անետին զանգահարին, և նա անհանգիստ շտապ հեռացավ տարածքից։ Իրականում Անետի ներսում համբերության վերջին սահմանն արդեն անցել է։ Տարիների լռությունը, ցավը, կորուստները, Աննայի նկատմամբ գործված բոլոր անարդարությունները նրան հասցրել են մի կետի, որտեղ նա այլևս չի ուզում սպասել, չի ուզում հույս դնել ուրիշների վրա։ Անետը որոշում է գնալ և վերջ դնել այս մղձավանքին, համոզված լինելով, որ միայն այդպես Աննան վերջապես կկարողանա հանգիստ շունչ քաշել։ Հարգելի հետևորդներ, ինչ ճակատագիր կունենա Լիլիթը այս սերիալում։ Գրեք մեկնաբանություն։ Շուտով լավ կհանգստանաս, բայց ոչ մի ձև քեզ նեղություն չեմ տա, տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, և առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։
Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասարք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսմի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Տանել եմ հարսանիքի սեղանից համեմ, շնորհակալություն Ռոբջան։ Մի քիչ թարխուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մրգշուշ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի Հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից ինձ իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ ընդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր